Ես Վարուժան Եփրեմյանն եմ, գեղանկարիչ, ծնվել եմ Արտաշատում, նկարում եմ մանկուց, որովհետև հայրս էր նկարիչ, Գրիշա Եփրեմյանը, ինձ համել դասավանդել համ դպրոցում, համ հետո այն ինչ որ կապված է նկարչության հետ, ինքը ինձ ասում մեկ-մեկ ստիպում էր, մեկ-մեկ սեր էր մտցնում մեջ ես, որ սիրով անեմ, ու այդպես դարձա նկարիչ, հետո սկզբում Թելեմեջանին ավարտեցի 78 թվականին, ընդունվեցի, ավարտեցի, հետո գնացի բանակ 2 տարի, որից մի տարին Աղվանստան, վերադարձա նույն տարին ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, գեղանկարի բաժինում, Արաբեկարյանի արվեստանոցում էի, 3-րդ կուրսից արդեն, Անատոլի Պապյան, Արաբեկարյան, Էդիկ Վարդանյան, բոլորը չկան արդեն, բոլորը ճամփեցինք, Հայկ Աղաբեկյանն է մնացել, գծանկար էր տալիս, շատ լավ դասախոս էր, ես որ Աղվանստան էի գնացել, այսինքն ստեղծագործական մոտիվները եկան այդ ցավերից էլի, որ սկսեցի հիշել, թե սովետական շրջանն էր, այնտեղից որ վերադարձա սկսեցի ատել սովետիզմը, որ ոչ աշխարհում քարոզում էին, որ մենք ենք ամենալավը, բայց ես տեսա, որ հենց մենք այնտեղ ինչեր ենք անում, էլի, ոնց ենք մի ամբողջ ժողովրդի ջախջախում։ Ու ես էլ մասնակիցն էի, դրանից սկսվեց իմ ստեղծագործական մոտիվները, սկզբից նկարում էի, ասած, չոր քաչալ գլխով մարդիկ, սյուրռեալիստական մոտեցում էր։ Բայց միշտ փնտրում էի ճշմարտությունը, որովհետև երբ որ դու ստի հետ ես ապրել, որ դու փնտրում էի ճշմարտությունը ու ոնց որ ասած գտա, շատ տեղեր մտա, գաղափարական, հոգևոր, էլ յոգա, էլ չգիտեմ, կրիշնայական մոտեցումների մեջ ու մի ասա վերևը Աստված կար, ինքը ինձ բերեց հասցրեց մինչև քրիստոնեության դուռը։ 180 աստիճանով իմ ամբողջ մտածողությունը փոխվեց, նկարչությունս փոխվեց, ներկերիս գույները փոխվեցին, ինչ ասեմ, մարդ դարձա։ Ոդեն շարունակվեց այս։ Դե սկզբից այստեղ գալերիաներ չունեինք Հայաստանում, Երևանում։ Մեր միակ ցուցադրման վայրը վերնիսաժն էր։ Ու տեղից Շվեդիա են գնացել ցուցահանդես արել, Էմիրություններ են գնացել ընկերներով։ Բայց քանի որ ինձ վերնիսաժը չէր տրամադրում, որ ես պետք է այնտեղ մնամ, երկար մնամ, մի անգամ առիթ ստեղծեց, որ մի հատ կերած խմած տղամարդ էր, եկավ նկարները կեսը մոլբերտների վրա էր, կեսը գետններ, ոտքը պարզեց, ասեց, այս աբստրակցիա է, ասեցի հա, ու դա առիթ եղավ, որ ես պիտի դուրս գամ։ Իմ նկարները պիտի գետնի վրից չվաճառվեն, ոչ ցուցադրվեն, ոչ էլ վաճառվեն։ Երկու անգամ 45 օրով Մոսկվա էի, դուրս չեկավ այդ քաղաքը, ճիշտ է, նոր Բաբելոն ալնի։ Հետո գնացի Պետերբուրգ, ասեցի սա իմ քաղաքն է։ Ու Եզրած Սրբազան այն ժամանակ Հայր Սուրբ էր, ասեցի Հայր Սուրբ ուզում եմ գամ, ասեց արի չես փոշմանի։ Գնացինք ինձ 3 տարի ինձ ամենակենտրոնում եկեղեցու կողքը շենք կար, արվեստանոց տվեց, ու սկսեցի, ոնց որ ասած, քայլ առ քայլ, բայց մի տարի հետո ես անհատական ցուցահանդես բացեցի, նկարիչների միություն գալերիա կար, ու սիրահարվեցի անհատական ցուցահանդես, ոչ թե մի քանի հոգով, այլ անհատական ցուցահանդեսներով։ 25 տարի ապրեցի Պետերբուրգում, ընթացքում 45-ից ավել ցուցահանդեսներ եմ արել անհատական ցուցահանդեսներ։ Բայց ամեն օր որ գլուխս դնում էի բարձին,
կարոտը սպանում էր ինձ Հայաստանի տենց էլ վերջի մի քանի տարուն արդեն ուզում էի գալ վերջը տենց հուշկու առիթ չկար այդ հենց պատերազմը սկսվեց այնտեղ ասեցի ես գնում եմ ասեցի ասում են գնանք ուրիշ երկիր բան ասի չէ միակ տեղը որ Պետերբուրգից կգնամ դա Հայաստանն է արդեն երրորդ տարին դեռ չի լրացել սա մի ամսից երկու ամսից կլրանա երրորդ տարին է որ ստեղ եմ անհատական ցուցահանդես մի անգամ արեցի երկու անգամ արել մի անգամ Փյունիկում արեցի մշակույթի զարգացման կենտրոնում այս տարի էլ Արտաշատի Ամոխարազյանի անվան թատրոնում արեցի անհատական ցուցահանդես շատ լավ սրահ է շատ լավ միջավայր է հույս ունեմ որ ամեն տարի պետք է միտեղ անեմ իմ մուզան կյանքն է աշխարհը քրիստոնեությունը իմ շրջապատը իմ ընկերները իմ երեխաները իմ ընտանիքը եթե ես ասելիք չունեմ ես կտավի առաջ չեմ նստում բայց այնպես չի որ ասելիք չունեմ ասելիք միշտ էլ կա ու երբ էլ նստեմ կտավի առաջ ես չեմ մտածում ես զգացմունքով եմ նկարում զգացմունքային է իմ նկարչությունը ես տենց եմ անվանում հետո միշտ երաժշտության տակ եմ նկարում այնպեսի նկար չի եղել որ ես առանց երաժշտության նկարեմ նույնիսկ որ մեկ պատահում է որ պլեներ եմ դուրս գալիս բնության դեռ պետք է անպայման ականջակալները դնեմ երաժշտություն լսեմ հենց ամեն նկար իր երաժշտությունն ունի սկսած դասականից տարբեր երաժշտություններ ես շատ սիրում եմ process-ը որ վերջը գալիս է մի քիչ տխրում եմ որ process-ը վերջացավ բայց կարող է մի 5 րոպե sense կանգ առնեմ վերջում հետո վերջի շտրիխը դնում եմ ու վերջինս հեռացնում եմ ինձ արագ եմ նկարում ճիշտ ասած չգիտեմ դա լավ է թե վատ է որովհետև երկրորդ սեանսը արդեն ոնց որ ասած այնտեղ process չկա այնտեղ կա ուղղակի ճշտումներ որոշ ճշտումներ եմ անում ու վերջացնում եմ նկարը ու երկու կարող անցնի մի 2-3 տարի անցնի մի նկար հանկարծ վերցնեմ նորից ուրեն աշխատում տենց էլ անում բայց հաճախ չի դա հաճախ չի կարճ ժամանակում եմ ավարտում նկարները որտեղ զգացմունքը վերջանում է զգացմունքը տվեցիր այդ նույն զգացմունքը վաղը արդեն ուրիշ է վաղը ուրիշ գույներ են ուրիշ երաժշտություն է կյանքն է ուրիշ ինչպես ասեցի հայրս էր նկարիչ ինքը եթե չլներ ես նկարիչ դժվար թե լինեի սպորտի էի գնում գիմնաստ մարմնամարզության էի գնում շատ էի սիրում ճիշտ ասած ու ավելի շատ փոքր ժամանակ այնտեղ երկրորդ դասարան, երրորդ դասարան ավելի շատ ուզում էի գնալ մարզվելու, քան թե նկարելու։ Հայրս բռնում էր, վերում էր նստում էր, նստի նկարի հիմա։ Եկել ես ճիշտ ես արել։ Ու ասում էր այնքան պետք է նստես նկարելուց, մինչև տակդ կանաչի։ Այնքան կանաչից, որ ամբողջ նկարությունս կանաչ գույնով։ Փիրուզայով։ Մանկությունն էլ ինչ է, մանկությունը մեր դեսեբական տներ էր, ամբողջ օրը առավոտից երեկո դրսում էինք, էլ ֆուտբոլ էինք խաղում, էլ չգիտեմ ինչեր, ոնց որ բոլորը, պես անց է, թիթեռ էինք բռնում, զորով էին փողոցից տուն բերում ծնողներս։ Ոչ թե պետք է նկարիչը գնա մոդայի հետևից, որ երիտասարդների մեջ շատ է, ես դա չեմ սիրում, այդ արվեստը, որը մոդայով առաջ գնում, որովհետև այնտեղ ապրված ոչ մի բան չկա, նայում են տեսնում են ինչն է մոդայի մեջ,
մեկ պատահական մարդը հագնվում է, շորերը հագնում, նայում ես ասում ես, բայց այդ շորերը Իրանը չի, ինչի է հագել։ Մոդա է։ Ամեն ինչ չի պետք է մոդայիկ լինի։ Պետք է ուսումնասիրվի արվեստի պատմությունը։ Ես վերջերս մտածում եմ, իսկ ինչու մեր դպրոցներում մանկուց արվեստի պատմություն չի դասավանդվում։ Էլ չեմ ասում հակառակը քրիստոնեական հավատքը հանվեց, լեզուն այնքան բաներ է փոխվում, հայոց լեզվի գրականության մեջ գինես որ մասնագետն է դրա, անդադ ինքը ինձ ցույց է տալիս թե ինչեր է փոխվում, որը չպիտի փոխվի։ Դա այսինքն նկարիչը պետք է բազմակողմանի կրթվի։ Ինչ եմ ասում արվեստի պատմություն, չէ՞։ Հետո ինքը օրինակ ես դասավանդել եմ գեղարվեստի դպրոցում Արտաշատի մի 8 տարի։ Արվեստի պատմությունն էի դասավանդում, բացի նկարչությունից։ Եկանք հասանք Ռեմբրանտի անարակ որդու վերադարձը։ Այդ ժամանակ ես արդեն խորացել էի հավատքի մեջ, ասում դե անարակ որդու վերադարձը ավետարան է ավետարանի մեջ։ Երեխաները սենց էին լսում, աչքերը վերև։ Հետո ասեցի, պերեստրոյկայի ժամանակներն էր, արդեն փոխվում էր ամեն ինչը, ասի, եթե կուզենաք քրիստոնեության մասին ես ձեր հետ խոսեմ, հա, ուզում ենք, ասի, բայց ձեր ծնողներից թույլտվություն վերցրեք, եկեք։ Հենց մոտ մի տարուց ավել 2 ժամ էր արվեստի պատմությունը, երկրորդ ժամը մենք քրիստոնեություն էինք դասավանդում իրենց հետ։ Դու մի տարի հետո, արդեն որ լրիվ օրերը փոխվան, տնօրենը կանչեց, ասաց, գիտեմ հավատքի մեջ ես, ասում հիմա արդեն դպրոցներում հավատք պետք է քարոզվի, դասավանդվի, կուզես, ասի ճիշտն ասած Գեր Մալխասյան ես, մի տարուց ավել արդեն ես պարապում եմ գաղտնի։ Համար օրինակ ինչ եմ ասում, արվեստի պատմությունը մենակ քրիստոնեություն չի, դե ուրիշ բաներ կան շատ, որը ես շատ կուզենայի որ դպրոցներում դասավանդվեր։ Պարտադիր չի որ մարդը նկարիչ դառնան, որ արվեստի պատմություն իմանա։ Վերածնության դարաշրջան ճիշտ է մենք չունենք դա, որովհետև արաբների լեզու տակ ենք եղել, բայց մենք էլ ուրիշ բաներ ունենք, որ Եվրոպայում չի եղել։ Ավելի խորը մեր մանրանկարչությունը, նրա Եվրոպայում մանրանկարչություն գտի չկա, մենք ունենք։ Սարգիս-Պիծակ ունենք, ինչ չունենք։ Էլ չեմ ասում ոչ միայն նկարչություն ունենք, նարեկացի ունենք, 5-րդ դարի պատմիչներ ունենք, որ իսկի Եվրոպան չունի։ Ժամանակ Եվրոպա չկար էլ իսկի։ Դրա համար ինձ մեջ մեծ ցավ եմ ապրում, երբ որ դասագրքերից համում են այդ առարկաները ու անիմաստ են հեռացվում, ցավ եմ ապրում, չգիտեմ, չի կարելի երեխաներին չկրթել, երեխան չպիտի անկիրք դուրս գա դպրոցից, կա հայոց պատմությունը իմանա, որի մեջ ամեն ինչ կա, եթե մենք չգիտենք մեր հայոց պատմությունը, մենք ազգ կոչվելու իրենք չունենք արդեն, մի 10 տարի սենց գնա, всё, վերանում է ազգը արդեն։ Ու իմ ամբողջ այդ նկարելու ժամանակ, որ ասում եմ, պրոցեսն է ինձ դուր գալիս, հիմնականում ես ավելի շատ սիրում աբստրակտ նկարել, քան սյուժետային թեմաներով, կամ թեմատիկ, որտեղ աբստրակտի մեջ ես շատ գաղտնի եմ տրամադրությունը, այդ էներգիան տալիս եմ այնտեղ ու չեմ սիրում նկարներից մասին պատմել։ Մեկ ասում եմ, «Բա ինչ ես ուզեցել ասել այս նկարով»։ Դա սխալ հարց է։ Եթե դու նկար նայողը ինչ որ բան չի զգում, իրան պատմելը ավելնորդ է։ Կամ ես չեմ հասել ինչ որ բանի, հետո պարտադիր չի որ բոլորը պետք է իմ նկարը հավանեն կամ մեկը հավանում է, մեկը չի հավանում, կարող է 10-ը չի հավանում, մեկն է հավանում։ Այն արվեստի գործը, որ հասանելի է բոլորին, դա արվեստի գործ չի։
Ես դա իմ սեփական համոզմունքն է, դա չի կարա այնպեսի գործ լինի, որ բոլորին հասանելի լինի։ Հասանելին որն է օրինակ, ես չգիտեմ, աչքունքը մենայն մանրամասնությամբ, մանրակրկտությամբ նկարվի, դա հասանելի է։ Կարող է այտենց նկարվի, բայց այնտեղ հոգի չլինի այդ աչքերի մեջ։ Հոգի չլինի այդ աչքերի մեջ։ Չէ՞ որ մարդու հոգին աչքերն են։ Ես հիշեցի սուրբերից մեկն է 5-րդ դարի, ասում է մարդը աչքերով տեսնում է, բայց սրտով է ճաշակում, ականջով լսում է, սրտով է ճաշակում, քթով հոտ է քաշում, սիրտն է ճաշակում։ Հետո նարեկացին որ գրում է խորոտ սրտից խոսնան ընդաստուծո, հենց այնպես չի որ ամեն ինչը սրտից է բախում։ Սիրտն է որ լուսավորում է մարդու ականջներին որ նայես, ոչ մի բան չես զգա, չէ՞, թե մարդը ինչ է, աչքերի նայելով ես զգում, թե մարդը ինչ է զգում եւ ինչ է ուզում արտահայտի։ Հայելին է մարդու աչքը։ Դրա համար պարտադիր չի որ ամենայն մանրամասնությամբ միան նկարել։ Բա ինչ ասենք ժամանակակից արվեստի ժամանակ երբ որ մարդիկ աչք են նկարում, այս տարի Փարիզում Երևան Քոչարի ցուցահանդեսը եղավ։ Քոչարը Պիկասոյի հետ ընկերություն արել, իրար հետ ցուցադրվել են։ Յանքեր են աչք նկարել։ Բայց այն աչքը չէ, որ նկարում էր Ռաֆայելը, Սարյանը ինչ աչքեր էր նկարում։ Ավելի արտահայտիչ, քան թե որ Բիբլն են նկարում աչքի։ Ես ինքս ինձ համարում եմ ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, ամեն ինչը չի որ ժամանակակից է, ինքը ճիշտ է։ Եթե ժամանակակիցը մոդայով է գնում, որպես մոդա է, ինքը արդեն սխալ է։ Ես մի հատ կլոր գիծ են քաշում, ասում են, չգիտեմ, մի հատ վերնագիր են դնում, ասում են էս է։ Հետո մի հատ գույն են գցում, տենց։ Ես հետո բան Եվրոպա շատ եմ եղել, թանգարաններում, Լուվր, այնտեղ են ցուցադրվում նման նկարներ։ Բայց ես չեմ ընդունում, ամեն ինչ չի որ կարող եմ ընդունել։ Միգուցե ես եմ սխալ, բայց ինձ համար ես սխալ չեմ։ Մինչև քրիստոնեություն վերջի կրոնը դա Կրիշնայիզմն էր։ Ես արդեն մոտ մի ամիս մանտրա էի կարդում, երրորդ աչք բացվեց, ու դու քեզ այնքան լավ ես զգում, որ մոռանում ես թե շրջապատում ինչ է կատարվում։ Պատերազմ կա, պատերազմ չկա։ Ես դա համարեցի էգոիզմ։ Որ դու քեզ շատ լավ ես զգում եւ չես տառապում նրան համար, որ աշխարհում ամեն ինչ չի որ լավ է։ Հետո շարունակեցի նորից։ Մեկ էլ բան, ինստիտուտում էի սովորում, գագիկ ունեինք։ Քանդակագործի բաժնից էր ինքը։ Կարդում էի դասամիջոցին, մեկ էլ ասեց ինչ ես կարդում, ասի էսա։ Ասում ճղի գցի, ասում բա ինչ կարդամ։ Ասում գնա եկեղեցի Սուրբ Սարգիս կտակարան, նոր կտակարան ու կարդա։ Հետո մեր տանն էլ անդադ կռիվներ էր գնում, որովհետև ինչի մեջ որ ընկնում էի, գալիս էի ծնողներս էի քարոզում, իրանք էլ ասում էին գտնի որ դու մի բանի վրա կանգ առնես։ Հիմա նոր կտակարանը որ գնեցի, բոլորը քնեցին, գնացին քնելու, ես լույսը վառեցի, սկսեցի կարդալ։ Որ ասեմ ես ամեն ինչ էի հասկանում, ոչ չէ, բայց աչքերից արցունք էր գնում։ Արցունք էր գնում, սպիտակի վրա սպիտակ տարերով էր գրված, ոչ թե սև տարերով, ամեն ինչը։ Որ ասած Աստված բերեց, տվեց, դուրս բերեց։ Ասեցի սա է ճշմարտությունը։ Ու դարձավ իմ կյանքի իմաստը։ Գերագույն իմաստը ես կարող եմ ասել։
Արվեստի ուժը սերն է։ Սերն է։ Երբ որ դու քո մեջ բերում ես քո մեջ արվեստի սերը, թե սիրո արվեստը, երբ որ ինքը քո մեջ է, էլ ուրիշ ուժ պետք չի։ Նույնիսկ եթե դու քեզ լավ չես զգում, տխուր ես, բայց այդ սերը տխրություն, քանի որ կա քո մեջ, քո մեջի այդ օրվա տխրությունը չի փոխանցվում կտավին։ Ոնց որ ասած հիմա մռայլ օրեր ենք չէ՞ անցնում, բանա, երկինքը չկա, արևը չկա, բայց մի պահ, որ մի րոպե էլի, որ արևը դուրս է ընդեղից, աչքը ցած անում, դու արդեն դա հենց ոնց որ ասած սերն է, էլի, երկրի տեզերքի սերն է, արևը, լույսը։ Եթե դա կա քո մեջ, էլ քեզ ոչ ման պետք չի։ Մենակ շատ չմոտենա, որ չվարում ես։ Ամենակարևորը, որ մեր երկիրը խաղաղ լինի։ Եթե մեր երկիրը խաղաղ չեղավ, ոչ նկարիչն է նկարիչ, ոչ երգիչն է երգիչ, ոչ կոմպոզիտորն է կոմպոզիտոր, մեզ ուրիշ բան պետք չէ, մեզ խաղաղություն է պետք։ Եվ ոչ միայն խաղաղություն է մեզ պետք, նաև մեզ պետք է, որ մենք իրար սիրենք։ Ես, քանի որ մեր պատմությունը շատ եմ ընթերցել, սկսած հազարամյակներից, ես եկել եմ այն զրակացության, որ մեզ ոչ մի ուրիշ ազգ այդքան չի խանգարել, ինչքան մենք ենք մեզ իրար խանգարում։ Թուրքը մեզ այդքան բան չի անում, ինչքան մենք ենք անում իրար հանդեպ վատ։ Խաղաղություն լինի եւ իրար սիրենք։ Ուրիշ բան պետք չի մեզ։ Թող շատ զույգեր ունեն ամուսնացած, երեխաներ բերեն, տղա աղջիկ եւ կրթեն իրենց հայերենով եւ ավետարանով։ Ես դեր հարություն ունեի, իմ հոգեվոր հայրներ, առաջի քահանան ա որ եղել, որ իմ հետ զրույց արել, ասել էր ձախ ձեռքիդ պետք է լինի նարեկացի, այլ ձեռքիդ կտակարան, ուրիշ բան պետք չի մեզ։ Ու կլինի սեր եւ խաղաղություն։